Բարի երեկո հարգելի հայրենակիցներ, ուզում եմ շատ կարճ անդրադառնալ երեք եւ այսօր քաղաքային իշխանության տարբեր ներկայացուցիչների եւ հասարակական ակտիվիստների միջև տեղի ունեցած բախումներին եւ այդ բախումների ընթացքում նրանց միջև տեղի ունեցած խոսույթին, բայց կուզենայի այդ հարցին անդրադառնալ մի փոքր այլ համատեքստից, ցույց տալու համար մեր երկրում առկա արժեքային ճգնաժամը։ Երբեմն մեր հայրենակիցներից ոմանք ինձ տարբեր հարցեր են հղում, թե ինչու ընտրությունների ժամանակ չեք ստանում համապատասխան քանակի ձայներ, կամ ինչու ձեր սոցիալական էջերը չունեն մեծ տարածում, հազարավոր լայքեր, կամ ինչու դուք չեք գալիս իշխանության։ Շատ պարզ պատճառով, սիրելի բարեկամներ, կյանքը ցույց է տալիս, որ եթե դու չես հայոյում, չես ծեծում, չես կեղծում, մարդ չես սպանում, պոպուլիզմով չես զբաղվում, հասարակությանը չես խաբում, արևմուտք գնալով հասարակությանը չես խաբում, Ռուսաստանի հետ հարաբերությունները ընդլայնելով հասարակությանը չես խաբում, տարբեր սին ու անիրական խոստումներ տալով, բնականաբար հասարակությունը քեզ չի ընտրելու։ Ցավոք սրտի մենք իրոք հայտնվել ենք մի արժեհամակարգային ճգնաժամի մեջ, որտեղ հաջողություն ունեն մարդասպանները, հանցագործները, կոռուպցիոնիստները, ընտրական կաշառք բաժանողները, սրտախոս պոպուլիստները, եւ մարդիկ փաստորեն տուրք են տալիս այդ մարդկանց եւ այդ քաղաքական որոշ շրջանակների եւ վստահության քվեն փաստորեն տալիս են նրանց։ Փաստորեն ինչ է ստացվել, եթե դու չես կեղծել, չես սպանել, հանցագործությամբ չես զբաղվել, կոռուպցիայով չես զբաղվել, ընտրակաշառք չես զբաղվել, մարդկանց սին խոստումներ չես տալիս, չես խաբում, քաղաքական կոռուպցիայով չես զբաղվում, իշխանության հետ սիլի-բիլի չես անում, իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ բառից բուն իմաստով առևտրի մեջ չես մտնում, քեզ չեն ընտրելու, քեզ վստահության քվե չեն տալու, դու չես կարող հաջողության հասնել։ Սա է մեր քաղաքական մշակույթի էությունն ու բովանդակությունը։ Իսկ իրականում, եթե լրջացնենք, սիրելի հայրենակիցներ, ես ամաչում եմ, որ մենք այսպիսի իրադարձությունների ականատես ենք։ Ես ամաչում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այսպիսի ուղղակիորեն խայտառակ իրավիճակներ կարող են արձանագրվել։ Ես ամաչում եմ այսօրվա քաղաքական էլիտայի համար եւ ներողություն եմ խնդրում ձեզանից նրանցից յուրաքանչյուրի թույլ տված խայտառակ վարկագծի համար, բայց այստեղ տեսնում եմ նաև մեր անձնական պարտությունը, այո մենք պարտվել ենք, քանի որ այս մարդիկ գոյություն ունեն, այս շերտը գոյություն ունի, բայց գալու է մի պահ վստահ եմ, որ վերջ է տրվելու ստին ու կեղծիքին, պոպուլիզմին, անիրատեսական խոստումներին, պոռոտախոսությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին արժանի է եւ վաստակել է ավելի որակյալ, ավելի ինտելեկտուալ իշխանություն ունենալու եւ քաղաքացին պետք է ընտրությունների միջոցով իր վճռական խոսքը ասի։ Ես ելնում եմ այն կանխավարկածից ու այն համոզմունքից, որ Հայաստանի Հանրապետությանը ու մեր ժողովրդին որակապես նոր շունչ է հարկավոր։ 30 տարի էս նույն դեմքերն են, մեկը մյուսին փոխարինելով, մեկը մյուսի տեղը զբաղեցնելով, որակապես որևէ նոր բան չի հրամցվում մեր ժողովրդին։ Եվ այն խոսույթը եւ հարցերի լուծման այն մեթոդները, որոնց մենք ականատես ենք լինում, վկայում են մի բանի մասին։ Մենք հայտնվել ենք իսկապես արժեհամակարգային ճգնաժամի մեջ եւ այս աղետից չեն կարողանում դուրս գալ։ Քաղաքակիրթ ցանկացած երկրում հիմա պետք է հետևած լինեին ընդ որում ամենաբարձր մակարդակով հրաժարականներ։ Իշխանությունը պետք է խոստովաներ իր պարտությունը, որ ինքը չի կարողացել այս տարիների ընթացքում ապահովել արդյունավետ կառավարում, որ հանրային ակտիվիստներից մի տղա կամ երկու տղաներ կարողանում են ի ցույց դնել մի ամբողջ տեղական ինքնակառավարման համակարգի կամ պետական կառավարման առանձին համակարգի ուղղակիորեն ձախողված աշխատանքը։ Իր հերթին այդ տղաներն էլ կարծում եմ նրանց խոսույթն ուղղակիորեն հատել է թույլատրելիության սահմանը։ Ես ինձ օբյեկտիվ մարդ համարելով հանդերձ, սա պատիվ չի բերում մեզանից յուրաքանչյուրին։ Եվ այն ինչին մենք ականատես ենք, սա մեր բոլորիս պարտությունն է, սիրելի հարազատներ, սիրելի բարեկամներ։ Մենք ենք հանդուրժել նման շերտերի գոյությունը տեղական ինքնակառավարման համակարգում, պետական կառավարման համակարգում։ Եվ հիմա այս ֆոնի վրա ակնկալել
ոստիկանական, իրավապահ այլ մարմինների աշխատանքից ինչ-որ արդյունավետություն, գիտեք ինչ, այլևս կորսվել է հնարավորությունը, այլևս ջինը բաց է թողնվել շշից, այլևս այս ռեսուրսներով, այս ներուժով քաղաքական այս էլիտայի գործունեությամբ հնարավոր չի Հայաստանի Հանրապետությունում որևէ արդյունավետություն ապահովել։ Ամեն ինչ բոլոր ոլորտներում կարելի է ասել այս նույն սուտ տղայական ընկալումներով հարցերի լուծման մեթոդն է, միջոցն է գործում։ Սա Նիկոլ Փաշինյանի անձնական ջախջախիչ պարտությունն է։ 7 տարիների ընթացքում նրան չհաջողվեց ձևավորել այնպիսի իշխանություն եւ այդ իշխանության մեջ արմատավորել այնպիսի մշակույթ վարվեցողության, համակեցության, որը այսօր հնարավորություն կտար հենց առաջին հերթին իրենց ի ցույց դնելու իրենց առավելությունները։ Էստոնիայի մայրաքաղաք գնալով, եվրոպական այլ երկրների այցելելով եւ նրանց տեսարժան վայրերը դիտելով, ինչ-որ համեմատություններով անելով արդյունավետ երկիր չեք կառուցում։ Սա ձեր երեկվա եւ այսօրվա այս տեղի ունեցած խայտառակ միջադեպերը ձեր գործունեության դեմքն են արտացոլել։ Սա ձեր անձնական ողբերգությունն ու պարտությունն է, Նիկոլ Փաշինյան։ Կներեք, որ շատ կարճ եմ այսօր անդրադառնում, սիրելի բարեկամներ, ուղղակի չուզեցա շատ երկարացնել, կրկնում եմ, սա եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի Հանրապետությունում արժեհամակարգային ճգնաժամի մասին, կառավարման ճգնաժամի մասին, տեղական ինքնակառավարման համակարգի փտածության մակարդակի մասին, մարդկային հարաբերությունների ուղղակիորեն ամենանվազ սանդղակում գտնվելու մասին, այսպես հնարավոր չէ ապահովել արդյունավետություն եւ բնականոն զարգացում, այսպես գնում են դեպի ոչինչ։ Սա մեկ անգամ եւս համոզեց մեզ բոլորիս, որ պոպուլիզմը կործանել է սկզբում երկիրը, այնուհետև դրա ճարտարապետներին։ Հարգանքներս ձեզ, սիրելի բարեկամներ։